Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում գործընկերներին ներկայացնում է ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել էինք ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը և սա պարունակում էր մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում եւ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ որ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ, շատ ավելի հստակ եւ տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները եւ ձեր թույլտվությամբ նախ կուզեի նշել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին, մասնավորապես մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը եւ այն ներկայացվել է նաեւ մեր օրենսդրության համապատասխան համալիր փորձաքննության եւ հաստատման։ Նախարարը տեղեկացրեց, մշակվել է նաեւ ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը։ Նոր հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնական սկզբունքներն ու թիրախները, տեղադիրքը, ենթակառուցվածքները եւ տարածքի զարգացման սկզբունքները։ Ռիսկերի կառավարման եւ կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում։ Ինչը շատ կարևոր է ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը եւ զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված եւ պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այն սկզբունքը, համաձայն որի մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել եւ հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը, ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները։ Ակադեմիական քաղաքի շինարարությունը կսկսվի 2027 թվականին, ասաց նախարարը։ Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քառակուսի մետր, ավելի քան 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվում է։ Գազամատակարարման, ջրամատակարարման հոսանքի զուգահեռ մեր գործընկերների հետ խոսում ենք, որ իրանց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։ Պարոն Գրիգորյան, այո, մենք այս թեմայով մի քանի նաև առանձին քննարկումներ ենք ունեցել, այդ թվում տկենի գործընկերների ակտիվ ներգրավմամբ եւ ձևավորված են համապատասխան աշխատանքային խմբեր եւ գլխավոր հատակագծի վերջնական փաթեթը, որը գտնվում է համալիր փորձաքննության եւ հաստատման ընթացակարգում, արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք բնականաբար կոմունիկացված եւ համաձայնեցված են մեր գործընկերների հետ։ Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները հայտարարագրման ենթակա չեն։ Կառավարությունը փոփոխություն է առաջարկում հարկային օրենսգրքում, զեկուցում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը եւ թոռները։ Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Նախարար Հովհաննիսյանը մանրամասնում է, թե որ դեպքում ստացվող գումարները ենթակա չեն հայտարարագրման։ Հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ
չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները։ Գործադիրը հաստատեց եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթական նվազեցվող եկամուտների տեսակներն ու շեմերը սահմանելու մասին կառավարության որոշումը։ Հայաստանում կխստացվեն մեքենաների գազաբալոնների ստուգման պահանջները։ Հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ կամ առանց վկայագրման ծառայության մատուցման։ Վերը նշված թերի մատուցվող ծառայությամբ տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի մասին տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրությունների պահպանման նվազագույն ժամկետ, որը սահմանվում է ըստ այս որոշման 6 ամիս, այսինքն առնվազն 6 ամսվա տեսագրությունները պետք է իրենց մոտ առկա լինեն։ Հիշեցնենք, 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն։ Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն գազով լիցքավորվող մեքենաների սեփականատերերը պետք է 2 տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։